Երրորդ շրջանը սկսելու համար մենք նախ պատրաստում ենք կատարել անթել սյունով հատ, որի հապավումը AS է, որը կստեղծի մեր V ձևը։ Դրանից անմիջապես հետո մենք պատրաստում ենք գործել ավելացման հատ, որի հապավումը AVL է, որը կստեղծի 2V։ Սա միասին կազմում է մի հաջորդականություն, այսինքն մի հաջորդականությունը պարունակում է 3V ձև։ Մենք պետք է այս հաջորդականությունը կրկնենք ընդհանուր 6 անգամ, ինչը նշանակում է, որ երրորդ շրջանի ավարտին մենք պետք է ունենանք 18 հատ։ Մեր առաջին անթել սյունով հատը պետք է անցկացնել այն հատվածում, որը նշված է ամրակով։ Երբ նոր էինք սկսում սովորել հելունագործել, ես խորհուրդ էի տալիս թողնել ամրակը տեղում, սակայն հիմա խորհուրդ եմ տալիս նախ հեռացնել ամրակը, հետո նոր անցկացնել հելունը, որպեսզի պատահաբար չձգեք թելը չափից շատ։ Սկսեք ուշադիր գտնելով այն հորիզոնական V ձևը, որի տակ գտնվում է նարնջագույն ամրակը։ Այնուհետև հանեք ամրակը և հելունը անցկացրեք այդ V-ի տակ։ Այժմ կատարեք անթել սյունով հատ, ինչպես ցույց է տրվում այս վիդեոյում։ Քանի որ սա ձեր նոր շրջանի առաջին հատն է, շատ կարևոր է անմիջապես ամրակը նորից տեղադրել այդ նույն V-ի տակ, որը հենց նոր գործեցիք։ Այժմ հեռացրեք հելունը գործվածքից, որպեսզի ավելի մեծ օղակ ստանաք։ Շրջեք ձեր աշխատանքը եզրից դիտելու և պարզելու համար այն V-ն, որտեղից ձեր օղակը սկիզբ է առնում։ Սա մեր առաջին հատն է և ուստի այն պետք է նշվի ամրակով։ Ամրակը տեղադրում ենք այնպես, որպեսզի մեր V-ի երկու թևիկները մնան ամրակի ներսում։ Այսպես, սա մեր շարքի սկիզբն է։ Այժմ շարունակենք մեր նախշը։ Հաջորդ քայլը ավելացման հատն է։ Որպեսզի որոշենք, թե որտեղ պետք է անցկացնենք հելունը, ուսումնասիրեք այն թելը, որը փաթաթված է հելունի վրա, այն անցնում է երկու օղակի միջով, որոնցից առաջինը գտնվում է դեպի մի հատ անցքում։ Դուք պետք է անցկացնեք հելունը անմիջապես կողքի անցքի միջից, բայց ոչ ցանկացած անցքի, այլ հենց այն, որի տակ կա հորիզոնական V։ Այժմ անցնենք ավելացման հատի կատարմանը, որը նշանակում է երկու անթել սյունով հատ միևնույն անցքում։ Այսպիսով կատարեք ձեր առաջին անթել սյունով հատը, այսպես, քաշում ենք։ Այժմ դուք արդեն ավելացման հատի կես ճանապարհը անցել եք, հերթը հասավ գործելու հաջորդ անթել սյունը, որը կկազմի մեր ավելացման հատի երկրորդ մասը։ Այսպիսով նայում ենք մեր օղակի չափսը, ձգում ենք կամ թուլացնում, գտնում ենք հիմքը, որպեսզի տեղադրենք և գործենք մեր երկրորդ անթել սյունը, որը կդառնա 1 ավելացում։ Այժմ հելունը նորից անցկացնում ենք այդ նույն անցքի մեջ և կատարում ձեր երկրորդ անթել սյունի հատը։ Այսպես։ Գործում ենք երկու հատը միասին։ Այսպես մեր առաջին հաջորդականությունն արդեն պատրաստ է, բաղկացած 1 անթել սյունից և 1 ավելացման հատից։ Այսուհետ դուք պետք է կատարեք այս հաջորդականությունը ընդհանուր 6 անգամ, քանի որ մենք արդեն միասին կատարեցինք առաջին հաջորդականությունը, հիմա ժամանակն է, որ դուք ինքնուրույն փորձեք որոշել, որտեղ պետք է անցկացնել հելունը հաջորդ հատերի համար։ Ուստի դուք ինքնուրույն կատարեք մնացած հատերը մինչև շրջանի ավարտը։ Երբ ավարտեք ձեր երրորդ շրջանը, ձեր գործած մասը պետք է նման լինի այս տեսանելի օրինակին։ Դուք պետք է ունենաք ընդհանուր 18 հատ։ Հաշվեք դրանք ապահովելու համար, որ ունեք ճիշտ քանակով հատեր, հիշեք հելունի վրա եղած օղակը չի համարվում հատ։ Եթե ունեք 18 հատ, ապա շնորհավորում եմ, դուք հաջողությամբ ավարտել եք երրորդ շարքը։ Այժմ կարող եք առաջ շարժվել դեպի չորրորդ շարք։ Շնորհավորում եմ։ Հաշվում ենք հատերը յուրաքանչյուր V-ն նայելով։